Միասին բացահայտելու ենք Հայաստանի պատմամշակութային վայրերից մեկը՝ Սպիտակավոր վանքը։ Այնտեղ հասնելու համար մենք պետք է բարձրանանք ավելի քան 7 կիլոմետր։ Սպիտակավոր վանքը գտնվում է Վայոց ձորի մարզի Բեռնաշեն գյուղից 7 կիլոմետր հյուսիս։ Ճանապարհը լի է ժայռերով և դժվարանցանելի ձորերով։ Ավելի քան 1,5 կիլոմետր քայլելուց հետո ճանապարհի ձախ հատվածում, ժայռի վրա, տեսանելի են ձյան ոտնահետքեր։ Ըստ ավանդացույցի, Սասունցի Դավթի Քուրգիկ ջալալու զմբակների տեղերն են։ Ճանապարհը լի էր բնության հրաշքներով։ Համալիրի շենքերը կառուցված են սպիտակավուն ֆելիզիտից, որը պատճառ է դարձել այն անվանակոչելու Սպիտակավոր։ Համալիրի միակ եկեղեցին հիմնադրել է Էաչշի իշխանը, ով մահացել է 1318 թվականին, իսկ շինարարությունը ավարտել է նրա որդին Ամիր Հասանը 1321 թվականին։ Եկեղեցու մուտքը արևմտյան կողմից է, կիսակլոր քարով, որի վրա պատկերված է Հիսուսը Աստվածամոր գրկում։ Գարնանը վանքի շուրջը ծաղկում են անթիվ անհամար ծաղիկներ, և նրանց մեջ վանքը ինքն էլ ծաղկի է նմանվում, այդ իսկ պատճառով երբեմն անվանում են ծաղկավանք։ Եկեղեցու տարածքում է գտնվում ազգային հերոս, հայ մեծ զորավար Գարեգին Նժդեհի գերեզմանը։ 1983 թվականին Նժդեհի աջյունը իր եղբոր միջոցով Վլադիմիր քաղաքի գերեզմանատնից գաղտնի տեղափոխվում է Երևան։ Աջյունից մի նշխար ամփոփվում է Խուստուփ լեռան լանջին, իսկ հիմնական աջյունը 1987 թվականին հանգրվանում է Սպիտակավոր վանքի բակում։ 1987 թվականից սկսած Սպիտակավորը եղել է նաև Նժդեհյան ուխտատեղի։ Վանքի մոտակայքում է գտնվում Պռոշաբերդը, այնտեղ հասնելու համար պետք է անցնել ավելի քան 2 կիլոմետր ճանապարհ։ Պռոշաբերդ բարձրանալը չափազանց բարդ է, քանի որ բարձրանալիս հանդիպում ես դժվարանցանելի վայրերի։ Դժվարանցանելի բարձրություններից անցնելով բացվում է գեղեցիկ տեսարան, լի բնության հրաշքներով։ Պռոշաբերդը կառուցել է Պռոշ իշխանը 13-րդ դարում։ Այն եղել է իշխանանիստ, ունեցել է բազմատաշար ամուր պարիսպ և ջրմուղ, այն նաև անվանել են Բոլորաբերդ։